Եվ այսպես հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պետք է ունենա նորընտիր կաթողիկոս, վարչապետն է գրել։ Facebook-ում Նիկոլ Փաշինյանը նորից հայտարարել է, որ Գարեգին II խախտել է իր կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Դա փաստ է եւ եթե կաթողիկոսը հերքի ինքը կապացուցի։ Համաձայն հայ առաքելական եկեղեցու կանոնագրքի Գարեգին II չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել եւ չի կարող լինել կաթողիկոս։ Կտրիչ Ներսիսյանը պետք է ազատի վեհարանը։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պետք է ունենա նորընտիր կաթողիկոս, որի բարեվարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի։ Գրել է վարչապետն ու կոչ արել եկեղեցու հավատավոր հետևորդներին համախմբվել վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որևէ իրապես սրբազան հոգեվորականի կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Մարիաթորից տեղեկացնում են, որ ամենայն հայոց կաթողիկոսը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը մեկօրյա այցով է մեկնել, նախատեսված է հանդիպում Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու եւ հայոց մարդասիրական ճեմարանի հոգաբարձուների հետ ճեմարանի գործունեության ու համայնքային կյանքին առնչվող հարցերի շուրջ։ Եկեղեցու հետ կապված արշավ չի իրականացնում իշխանությունը, քանի եկեղեցին չի ասել, որ ինքը կուսակցությունով է հանդես գալու 2016 թվականի ընտրություններին։ Իրենք քաղաքական մրցակիցներ չեն, չնայած եկեղեցու որոշ բարձրաստիճան հոգևորականներ վերջին ընթացքում զբաղվել են քաղաքականությամբ։ Լրագրողների հետ շփազրույցում ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի եկեղեցին ժողովրդին վերադարձնելու կոչին, Դավիթ Ղուդաթյանը պատասխանել է, որ եթե այնտեղ կա խախտում, դա պետք է ունենա հետևանք։ Ես կարծում եմ մեր նախարարությունը այդ իրավիճակում գործառույթներ չունի իրականացնելու։ Ես ասեմ որպես քաղաքացի եւ որպես քրիստոնյա մտահոգված եմ եկեղեցու հիմնական կարգերից մեկի խախտման կամ թվացial խախտման մասով կամ վարչապետի հայտարարությունից հետո արդեն խախտման մասով ես դրա հետ կապված կարծում եմ որ դա եկեղեցու ուրեմն կարևոր ավանդույթներից մեկն է, որի միջելոց իշխանությունը չի բերել օրակարգ այդ դարերով փոխանցված ավանդույթ է եւ կարծում եթե այնտեղ կա խախտում, դա պետք է ունենա հետևանք մնացածի մասով Պարոն Ղուդաթյան ներողություն։ Ես ասացի, որ մեր պլաններում, իմ պլաններում այդպիսի բան չկա, մեր նախարարության պլաններում այդպիսի բաներ չկան։ Եկեղեցին հարկեր վճարում է, որևէ խնդիր չկա, Պետեկամուտների կոմիտեի նախագահը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինքը չի առնչվել խնդրի, բայց ավելի մանրամասն կփորձի հասկանալ, եթե խնդիր նկատեն, համապատասխան գործիքակազմով կտեղեկացնեն, կհուշեն եկեղեցուն շտկել դրանք։ Հարկ վճարելը ներդրում է, որի արդյունքում հասնում ենք լիարժեք երջանկության, կարծում է Էդուարդ Հակոբյանն ու պարզաբանում, ոչ թե հարկ վճարելն է երջանկություն, այլ արդյունքը, քանի որ գումարն ուղղվում է կրթությանը, առողջապահությանը եւ այլ ոլորտներին։ Կոմիտեի նախագահը նաև հայտարարել է աշխատավարձի չափը 1.7 միլիոն դրամ։ Հարկ վճարելու մասին երբ խոսում եմ, տեսեք, ես ասում եմ հարկ վճարելը դա պետք է սկսենք դիտել որպես ներդրում մեր կողմից։ Ներդրում մեր մեծ ընտանիքի բյուջե, մեծ ընտանիքի բյուջե ասելով ինչ է, այսինքն օրինակ ես ձեզ բոլորիդ վերաբերում եմ իմ ընտանիքի անդամ։ Եթե ես ձեզ բոլորիդ վերաբերում եմ ընտանիքի անդամ, յուրաքանչյուրս իր ներդրում պետք է ունենա այդ ընտանիքում, որպեսզի կարողանանք ընդհանուր շահերից բխող գործողություններ անել։ Տարբեր բաներ վարչապետն էլ վերջի ելույթի ժամանակ նշեց. կրթություն, առողջապահություն, ճանապարհներ, անվտանգություն, բազմաթիվ բաներ, առանց որոնց երջանկություն ունենալը անհնար է։ Յուրաքանչյուր մարդ իր բարձր աշխատավարձի իմ աշխատավարձերը ճիշտ ասած հրապարակված են։ Հայտարարագրում հրապարակված են, կարող եք հանգիստ տեսնել։ Ամսական 1.7 միլիոնի շրջանակներում։ Հա։ Չէ, տեսեք, դրանք ամեն ինչ հերթով, դրանք ամբողջը հրապարակված են, իսկ ինչ վերաբերում է հարկին, լսեք, հարցը տալիս եք, լսեք, որպեսզի պատասխանեմ։ Ինչ վերաբերում է հարկին, յուրաքանչյուրն էլ իր ստացած աշխատավարձի եւ եկամտին համամասնորեն պարզ է որ ավելի շատ է վճարում։ Այսինքն եթե օրինակ ձեր աշխատավարձը ավելի ցածր է կամ իմը կամ հակառակը, յուրաքանչյուրս էլ համապատասխան հարկերը վճարում ենք։ Ես ինքս միշտ վճարել եմ եւ շարունակում եմ նորմալ վճարել։ Այդտեղ խնդիր չկա։
Լոս Անջելեսում հունիսի 8-ին ցույցերն ավելի ինտենսիվ են դարձել։ Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ազգային գվարդիայի տեղակայման։ Ցուցարարները փակել են գլխավոր մայրուղիներից մեկը, մեքենաներ են այրել, իսկ իրավապահները ցուցարարներին զսպելու համար կիրառել են արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ եւ ռետինե փամփուշտներ։ Լոս Անջելեսում արդեն 3 օր է ցույցեր են անցկացվում նախագահ Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ եւ արդեն Կիրակի օրը ձերբակալվել է 27 մարդ։ Լրագրողներին հայտնել է Լոս Անջելեսի ոստիկանության պետը երեկոյան մամուլի ասուլիսի ժամանակ։ Լոս Անջելեսի նահանգապետ դեմոկրատ Գևին Նյուսոմը հունիսի 8-ին Դոնալդ Թրամփին նամակ է ուղարկել, խնդրելով հեռացնել ազգային գվարդիայի անդամներին եւ նշելով, որ նրանց տեղակայումը նահանգի իշխանության լուրջ խախտում է։ Իր հերթին Դոնալդ Թրամփը ներքին անվտանգության նախարարին, պաշտպանության նախարարին եւ գլխավոր դատախազին կոչ է արել բոլոր համապատասխան գերատեսչությունների հետ համագործակցելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք անհրաժեշտ են Լոս Անջելեսը միգրանտների ներխուժումից ազատագրելու համար։ Ռուսաստանը պահպանում է իր պատրաստակամությունը իրականացնելու զոհված զինծառայողների մարմիններն Ուկրաինային հանձնելու եւ գերիներին փոխանակելու շուրջ պայմանավորվածությունները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Շաբաթ օրը իմ գործընկեր եւ մեր բանակցային խմբի ղեկավար Մեդինսկին հայտարարություն է արել այդ կապակցությամբ։ Ռուսաստանի Դաշնությունը հավատարիմ է մնում Ստամբուլում նախորդ անգամ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին եւ միշտ կատարում է ձեռքբերված պայմանավորվածությունները, ինչը չես ասի ուկրաինական կողմի մասին, նշել է Պեսկովը։ Հունիսի 7-ին Ստամբուլում անցկացված բանակցություններում ռուսական խմբի ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ Ռուսաստանը սկսել է կատարել Ուկրաինայի ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այդ թվում Ռուսաստանի նախաձեռնությամբ Ուկրաինայի զինված ուժերի 6000 զինծառայողների մարմինները Կիևին հանձնելու վերաբերյալ։ Մեդինսկին հայտնել է, որ ուկրաինական կողմը անորոշ ժամանակով հետաձգել է մարմինների ընդունումը եւ զինծառայողների փոխանակումը, որը նույնպես պետք է տեղի ունենար Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։ Եվ այսպես իշխանություն հոգևոր դաս այսպես կոչված արճակատումը կարծես նոր փուլ է մտնում։ Վարչապետն առաջարկում է ստեղծել համակարգող խումբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վեհերանն ազատելու եւ կաթողիկոսական նոր ընտրությունների օրակարգի կազմակերպչական հարցերի համար։ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում գրել է, որ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վեհարանը ազատելու եւ կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Խմբի անդամ կարող են դառնալ հայաստանյա Ծառաքելական Սուրբ եկեղեցու այն հետևորդները, որոնք հավատում են մեր կենդանի Տիրոջը, Քրիստոսին։ Գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել են Աստվածաշունչը, վերջին 5 տարում գոնե մեկ անգամ պահել են մեծ պահքը, ամեն օր աղոթում են, հավատում են, որ Մայրաթորի նորոգման օրակարգը բխում է հայաստանյա Ծառաքելական Սուրբ եկեղեցու, մեր ժողովրդի պետության շահերից եւ համապատասխան է մեր նախնիների Սուրբ ավանդին։ Խմբի անդամ կարող են լինել տղամարդիկ, կանայք, աշխարհիկ մարդիկ կամ հոգևորականներ։ Կուսակրոն հոգևորականների դեպքում պարտադիր է խախտած չլինել կուսակրոնության ուխտը։ Առաջին 10 անդամների ընտրությունը կկատարի հենց վարչապետը։ Հետագայում խումբը ինքը կորոշի ընդլայնման ընթացակարգերը, կառուցվածքն ու այլ հարցեր։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ էլեկտրոնային հասցեին պետք է ուղարկել անուն ազգանունը, հեռախոսահամարը, մասնագիտությունը կամ զբաղմունքը։ Համակարգող խմբի ձևավորումը տեղի կունենա աշխատանքային կարգով, մինչև խումբը ինքը կորոշի հայտարարել իր մասին։ Աշխարհիկ իշխանությունն իրավունք չունի մտնել հոգևոր աշխարհ։ Պատգամավոր Հակոբ Ասլանյանը կարծում է, որ այնինչ այսօր արվում է հայոց եկեղեցու հանդեպ շատ մեծ սխալ է։ Վարչապետն իրավունք չունի մտնել հոգևոր դաշտ, դա հոգևոր դաշտի տիրույթն է, եթե դժգոհություն կա, դա որոշելու են եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները, հոգևորականությունն ու ժողովուրդը, լրագրողների հետ զրույցում ասել է Հակոբ Ասլանյանը։ Նիկոլ Փաշինյանը փորձում է եկեղեցուն մի կողմ հրել, որպեսզի եկեղեցին չդառնա խոչընդոտ իր Ասլանյանի որակմամբ հակապետական գործողություններին։ Ասլանյանը պատասխանել է հարցին, թե ինչ հակապետական գործողությունների մասին է խոսքը։ Նիկոլ Փաշինյանը փորձում է այնինչ իմ կարծիքով պատրաստվում է հակապետական գործ անելու, փորձում է եկեղեցուն մի կողմ հրել, որպեսզի եկեղեցին չդառնա խոչընդոտ իր այդ գործողություններին։ Մենք այսօր ամեն ինչ անում ենք եւ փորձում ենք միավորել հենց այդ ուժերը,
որպեսզի թույլ չտանք, որպեսզի այնինչ այսօր փորձ է արվում անել, իսկ այսօր նրա գործողություններին հակազդելու միակ ռեալ ուժը եկեղեցին է, եւ նա ցանկություն ունի եկեղեցուն էլ այո տանել։ Ինչ է ուզում անել, որ ասում եք հակապետական բան է ուզում անել, եկեղեցուն վերացնում է ճանապարհ։ Օրինակի համար, եթե դուք նայեք, ասենք, Ադրբեջանի հոգևորականության ղեկավարության հայտարարությունները, որ արդեն ստեղծվել է արևմտյան Ադրբեջանի թեմ, կարծես, եւ նպատակը որն է, կարծում եմ Նիկոլ Փաշինյանը մի ցանկություն ունի ամեն գնով խաղաղության այս պայմանագիրը կնքել, որպեսզի վերընտրվի։ Սա ամբողջությամբ տանում է միայն վերընտրման նորից իշխանության ուզուրպացման գործին։ Իսկ պարոն Ասլանյան, դու Փաշինյանը։ Ես զարմանում եմ, մենք ստեղծման պահից ենք ասել, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Փաշինյանը չվերընտրվի, որովհետև անկախ նրանից, որ նախորդ տարիներին ինչ է արվել կամ ինչ է բաց թողնվել, Փաշինյանը իրեն սպառել է եւ նա պետք է հեռանա։ Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նիստը։ Լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը խոսել է եկեղեցու դեմ արշավի ձայն որակել խայտարակություն։ Ինքը սպասելու է այս թեմայով կաթողիկոսի մեկնաբանությանը։ Այդ խայտարակության հանդեպ ինչ դիրքորոշում պետք է ունենամ։ Ոչ որ անընդունելի է, ընդհանրապես անընդունելի է այդ թեմայով որևէ խոսակցություն։ Մենք այդ հարցում կհետևենք վեհապար հայրապետի հորդորներին, վեհապար հայրապետի դիրքորոշմանը։ Ձեր կարծիքով ինչու հիմա մտավ սա օրակարգ, հաշվի առնելով նաև մի շարք կարծիքներ, որ ըստ էության Ադրբեջանից հնչող հայտարարություններից հետո տեղի ունեցան։ Փաշազադայի հայտարարություն։ Ես կարծում եմ, որ որպես առիթ երևի Շվեյցարիայում վեհապար հայրապետի ելույթներ, այդ միջոցառումներ, բայց ամբողջովին տեղավորվում է իր այսպես հնարած նոր Հայաստանի կոնցեպտի մեջ։ Այսինքն հայոց պատմությունը փոխելով Հայաստանի պատմության, հայ առաքելական եկեղեցուն վարկաբեկելով, սա նույն շղթայի տարբեր օղակներ են եւ այստեղ զարմանալու բան չկա։ Իսկ օրեր առաջ բյուջեի կատարողականի քննարկմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մարդիկ Հայաստանում շուրջ 50%-ով ավելի լավ են ապրում, քան 2018 թվականին։ Թեման մեկնաբանել է Ռաֆայել Մնացականյանը։ Շնորհակալություն, բարև ձեզ բարեկամներ, գիտեմ հիմա շատերը ակնկալում են, որ ես իշխանության եւ հոգեվոր դասերթական առճակատման մասին պետք է զրուցեմ, բայց բազմիցս խոսել ենք այդ թեմայի շուրջ եւ վստահ եմ մոտ ապագայում դեռ հնարավորություն կունենանք, ուստի բոլորովին այլ թեմայի եմ հիմա անդրադառնալու եւ ցանկանում եմ ողջունել առնվազն 50%-ով ավելի լավ ապրող մեր հայրենակիցներին։ Ու ոչ սա հեգնանք չէ, այլ ես բառացիորեն մեջբերում եմ վարչապետ Փաշինյանին։ Հիշում եք, վերջերս հայտարարությամբ էր հանդես եկել, մարդիկ Հայաստանում հիմա 50%-ով ավելի լավ են ապրում, քան 2018 թվականին։ Փաշինյանը օրերս այս կարծիքն էր հայտնել ազգային ժողովում 2024 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս։ Իհարկե 50%, 2018, Փաշինյան, ահա այս բարակազմության մեջ 50%-ի բովանդակությունը բոլորովին ուրիշ տեղ է տանում եւ այլ հիշողությունները արտնացնում, բայց քանզի դա այդպես էլ մնաց օդում կախված, ուստի ես առանձնապես չեմ մեկնաբանի այս 50%-ները եւ այլ 50%-ի մասին խոսեմ։ Եվ այսպես ըստ Փաշինյանի մենք 50%-ով ավելի լավ ենք ապրում։ Իհարկե հարցումները եւ միջազգային արդյունքները բոլորովին այլ թվեր են ներկայացնում, բայց դա արդեն ուրիշ պատմություն է։ Այսպեսով, մինչ միջին աշխատավարձի զեկույցը թղթի վրա աճում է եւ ուրախացնում է վիճակագրությանը, սննդամթերքի գները հիշեցնում են իրապես դառը
իրականությունը։ Այսպիսով, 2024 թվականի ապրիլին արձանագրվել է սննդի ավելի քան 5% թանկացում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Գնաճի ցուցանիշները չեն վրիպել նաև միջազգային կառույցների աչքից, այդ թվում համաշխարհային բանկի ուշադրությունից։ Թանկացումների առաջամարտիկը, որքան էլ զարմանալի է, կարտոֆիլն է։ Խանութներում 1 կիլոգրամի գինը հասնում է երբեմն էլ անցնում է 400 դրամը, ինչը իրոք բարձր ցուցանիշ է։ Միայն 1 տարվա ընթացքում մոտ 50% թանկացել է։ Ձուկը թանկացել է մոտ 22%-ով, սուրճը 17%-ով, շոկոլադը 14%, ձեթն ու կարագը ավելի քան 10%-ով։ Հիմա ընկերներ, դուք ասեք, 50%-ով ավելի լավ եք ապրում, թե ոչ։ Սա իդեպ պաշտոնական թվերն են։ Բայց Փաշինյանի կառավարությունը 2021 թվականի նախընտրական ծրագրում դեռ խոստացել էր աղքատության մակարդակը կրկնակի նվազեցնել, 26.4%-ից հասցնել 13.2%-ի։ 4 տարի անց արդյունքը ընդամենը 23.7% է։ Աղքատությունը կիսելու փոխարեն այն նվազել է ընդամենը 2.7%-ով։ Մենք պետք է ընդլայնենք լավ ապրելու մասին մեր պատկերացումների շրջանակը եւ ճշգրտենք այդ շրջանակը, ինչ է նշանակում ավելի լավ ապրել։ Իհարկե, անհատական մակարդակով յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր անհատ ինքն է որոշում, ինչ է նշանակում լավ ապրել։ Իդեպ այս հատվածը, որ ընթերցեցի, սա Փաշինյանի մտքերից ընդամենը մի հատված էր, ու ինչ խոսք, այս մտորումներին կարելի է մոտենալ եւ փիլիսոփայորեն, երկար խորհել, իրապես լավ ապրելու հասկացողությունը խիստ հարաբերական է դրա շուրջ, մտորել են այնպիսի մեծություններ, ինչպիսիք են, ասենք, Էմանուել Կանտը, Շոպենհաուերը, Օտո ֆոն Բիսմարկը եւ անգամ Մարքսը ձեզ քաչ հայտնի։ Բայց երբ այս հարցին փիլիսոփայորեն ենք մոտենում, դա ուրիշ բան է, երբ որ երկրի ղեկավարն է այս հարցին փիլիսոփայորեն մոտենում, դա արդեն բոլորովին այլ բան է։ Այսպիսով, քանզի ես երկար տարիներ ապրել եմ ու հիմա էլ ապրում եմ Միացյալ Նահանգներում եւ Միացյալ Նահանգներից եմ այս տեսանյութը պատրաստում ձեզ համար, ինձ մոտ ձևավորվել է լավ ապրելու, այսպես ասենք, ամերիկյան մոդելը, որը որպես լավ երազանք ես իրապես ցանկանում եմ Հայաստանում իրականացված տեսնել։ Լավ ապրել, ասել է թե մանկուց լինել պաշտպանված, երբ ծնողներդ բարդ ու արդար աշխատավարձով կարողանում են քիչ թե շատ բարեկեցիկ ու իրապես արժանապատիվ կյանք ստեղծել քեզ համար, երբ դու էլ մեծ կյանք ես մտնում, զգում ես պետության պաշտպանությունը, հոգացությունը եւ ոչ միայն։ Որպես քաղաքացի կարողանում ես կրթության համար միջոցներ ստանալ, լավ սովորելուն պես իրապես երաշխավորված ապագա եւ բարեկեցություն կերտել, որ տուն գնես կառուցապատողդ փողերը չի վերցնում եւ փախնում անհայտ ուղությամբ, դու էլ չես մնում ժանգոտած բանալիները ձեռքիդ, առանց տանիքի։ Լավ ապրել ասել է թե որ բանկում փող ես պահում, բանկը հանկարծակի իրան սնանկ չի ճանաչում եւ չի գողանում քո փողերը, որ բիզնես ես դնում, հեղինակությունները չեն գալիս եւ այսպես ասած փայ չեն մտնում, կամ ընդհանրապես ձեռքիցդ չեն խլում քո հիմնած բիզնեսը։ Լավ ապրելը, բարեկամներ, այն է, որ ունես հնարավորություն երազանքներդ իրականացնելու, որ ազատ ես մտքերդ արտահայտելու, զգալու, ասածդ բարձրաձայնելու մեջ։ Լավ ապրելը այն է, երբ ապրում ես քո երազանքների համար, այլ ոչ թե հարևաններիդ գոհացնելու։ Լավ ապրելը այն է, որ ֆիզիկայի ինստիտուտում աշխատող անվանի գիտնականը, գիտաշխատողը ստիպված չի լինում տաքսի վարել, որպեսզի պահի իր ընտանիքը։ Տասնամյակների մանկավարժը գլուխը չի կախում լկտի աշակերտի լաչար ծնողի առաջ։ Լավ ապրելը արժանապատիվ ծերությունն է ու անհոգ մայրամուտը, որ մեր ոչ մի սերունդ, նորից եմ ասում, ոչ մի սերունդ այդպես էլ չի տեսել։ Լավ ապրելը 80 տարեկանում շրջագայության մեկնելն է, ողջ կյանքում աշխատած մարդուն արժանապատիվ թոշակ տալն է, հասանելի բժշկությունն ու պաշտպանվածության զգացմունքը։ Լավ ապրելը մանկապարտեզից ու մսուրից կարակ ու շաքարավազ չգողանալն է, դպրոցում բամբաներկա ու վարակույրների փող չհավաքելն է։ Լավ ապրելը սեփական բակն ու հարևաններին սիրելն է, մեքենայի մեջի ըստ ճաշակի երգերը բարձր չլսելն է ու կողքինին չհաբեկելն է։ Լավ ապրելը։ Լավ ապրելը միայն սառնարանի պարունակությունը չէ, այլ նաև հոգու եւ մտքի հարստությունը։ Մտածեք այդ ուղղությամբ։
Նախ մանրամասներ ողբերգական դեպքի մասին ճամբարակում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի, փրկարարները փլատակներից դուրս են բերել ևս մեկ բնակչի մարմին։ Փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը տեղում հետևել է աշխատանքներին։ Դեպքը տեղի էր ունեցել առավոտյան քաղաքի Տիգրան մեծ փողոցի շենքերից մեկի բնակարանում գազի պայթյունի հետևանքով հրդեհ էր բռնկվել։ Փլուզվել են տարբեր հարկերի բնակարաններ, 12 տուժած տեղափոխվել է բուժկենտրոն, կազմակերպվել է նրանցից 3-ի տեղափոխումը Երևան։ Մարզպետը հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, հանձնարարել ստեղծել կարիքները գնահատող աշխատանքային խումբ։ Պայթյունի գործով քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մեկնել է ճամբարակ։ Լրագրողների հետ զրույցում Դավիթ Խուդատյանը մանրամասներ է հայտնել, նրա տեղեկացմամբ 2 մարդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Խուդատյանն ասել է, որ լուծելու են այս ընթացքում բնակիչների կեցության հարցը, ապահովելու են անհրաժեշտ պայմանները։ Մարզպետի աշխատակազմը գույքագրել է այս տարածքում առկա բոլոր հյուրանոցների համարները եւ հյուրատները, այն բոլոր բնակիչները, որոնք կարիք կլինեն հյուրատներում կամ հյուրանոցներում մնալու, իրենք անպայման կապահովեն եւ կեցության համար անհրաժեշտ պայմաններով եւ ըստ անհրաժեշտության իրենց առաջիկա օրերի կենցաղը ապահովելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով։ Իսկ հետագա մշտական բնակության հարցը ինչպես է լուծվելու, որովհետեւ մի օրվա գործ չէ, սրա հետևանքները վերացնել է ամեն դեպքում։ Կմնան այնքան ուրեմն հյուրանոցներում եւ հյուրատներում ինչքան դրա անհրաժեշտությունը լինի, մինչեւ հարցին գլոբալ լուծում տրվի, տեսնում եք, որ նախ պիտի շենքը գնահատվի, շենքին պատճառված վնասը այնպիսին է, որ այն հետագա վերականգնման համար ենթակա է թե ոչ, կառավարությունը անպայման սեյսմիկին կդիմի անհրաժեշտ եզրակացություն ստանալու համար, որից հետո կնախանշենք մեր անելիքները ավելի երկարաժամկետում։ Այս պահին ուզում եմ վստահեցնել, որ անհրաժեշտ ամեն ինչ իրականացվելու է, որպեսզի աղետի հետևանքով տուժածները առանց կեցավայրի չմնան, առանց անհրաժեշտ պարագաների չմնան, մինչև վերջնական որոշում կկայացվի արդեն շենքի եւ մեր երկարաժամկետ ուրեմն լուծումներ տրվող քայլերի մասով։ Այստեղ բնակֆոնդ կա, պարոն նախարար, հնարավոր է ինչ-որ այլ շենք հատկացվի։ Իհարկե հասկանում եմ, որ շատ նախնական է այս ամեն ինչը դեռ, բայց բնակֆոնդի մասով ինչ կարող եք ասել ճամբարակում։ Շատ նախնական է, այս պահին այդպիսի գնահատական չեմ տա, պիտի վստահեցնեմ մեր աղետից տուժած մեր քաղաքացիներին, որ առավելագույնը կանենք, որպեսզի իրենց համար դժվարություններ հնարավորինս քիչ ստեղծվեն, առանց էտել արդեն իմացակ զոհերի մասին, վիրավորների մասին, իրավիճակը վատն է եւ այս շոկը հաղթահարելու անհրաժեշտություն էլ կա։ Հարյուրավոր մարդիկ գիշերն օդանավակայանում էին դիմավորելու Հայաստան վերադարձած ամենայն հայոց կաթողիկոսին։ Գարեգին II ուղերձով դիմել է իրեն աջակցելու եկած քաղաքացիներին, ասել, որ հավատում է, որ Աստծո ողորմությամբ եւ օգնությամբ միասին խոհեմորեն առանց ավելորդ հուզականության ընդվզումների պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը։ Գարեգին II հորդորել է ամուր ու հաստատուն պահել միաբանությունը ազգային կյանքում, թույլ չտալ, որ որևէ կերպ մեր կյանքում տեղ գտնեն այնպիսի արարքներ ու գործողություններ, որոնք կվտանգեն մեր ազգային միասնությունը։ Վեհապարը նաև նշել է, որ եկեղեցուն եւ եկեղեցականությանը վերաբերող հարցերը եկեղեցու կարգի համաձայն քննարկվում են համապատասխան մարմինների կողմից։ Հանդիպումն ավարտվել է աղոթքով։ Ձեր այս վերաբերմունքը գնահատում ենք, բայց նաև ցանկանում ենք ասել, որ այն առավել եւս պարտավորեցնում է մեզ եկեղեցականներիս մեր առաքելությունը նույն նվիրումով ու հավատարմությամբ արձես արհայրենին մեր իրականացնելու արդյունավոր կերպով։ Անշեղոր է եւ մեր Մեր հորդորը պիտի լինի ձեզ միաժամանակ սիրելիներ, որ այս դժվարին ժամանակներում ամուր ու հաստատուն պահել միաբանությունը ազգային մեր կյանքում։ Արցախի համար պայքարը շարունակեք, վեհապար։ Թույլ չտանք, որ որևիցե կերպ մեր կյանքում տեղ գտնեն այնպիսի արարքներ ու գործողություններ, որոնք կվտանգեն ազգային մեր միասնությունը։
Մենք հավատում ենք, որ մեր միասնական ջանքերով, մեր կարողությունների մեկտեղումով պիտի կարողանանք դիմակայել բոլոր փորձություններին եւ լավատեսությամբ հուսով ու հավատով կերտել մեր եւ մեր զավակների վաղվա պայծառով։ Աստված օգնական ու պահապան մեր ժողովրդին այսօր եւ հավիտյանս։ Ամեն։ Դեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայր որ երկինս ես Սուրբ Եղիսեանում քո եկես թեատրայություն քո եղիսին կամ քո որպես երկինս եւ երկրի ըսած մեր հարապազոր դուր մեզ այսօր եւ թող մեզ վարտիս մեր որպես եւ մենք քո ուններոց պարտաբանած եւ մի տակիրս մեր զիփորձություն այլ բրկյաց մեր շարեք Իսկ այս ընթացքում վարչապետը շարունակել է գրառումները։ Մարիաթոր Սուրբ Էջմիածինը թող պարզաբանի, համաձայն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու կանոնների ինչ է տեղի ունենում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը եւ կուսակրոնության ուխտի ստանձնումից հետո զավակ է ունեցել, գրել է Նիկոլ Փաշինյանը։ Այս պահին պատիվ ունեմ խմբակցությունը նախաձեռնել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է եւ այդ ձևաթղթի տակ դրված է 6 պատգամավորի ստորագրություն պատիվ ունեմ դաշինքից։ Հույդա գրասենյակում շուրջ 1 ժամ տևած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է պատիվ ունեմ խմբակցության ղեկավարը։ Նշեմ, որ Հայաստան դաշինքը հայտարարել է, որ իրենք կտան պակասող 28 ստորագրությունը եւ կմիանան իմպիչմենթի գործընթացին։ Հաղթանակի ճանապարհը մեր համար ենթադրում է բոլոր հնարավոր սահմանադրական միջոցներով եւ ես դրանք նշեցի տեղեկատվական, փողոցային ճնշում, քաղաքական ճնշում եւ այսպես շարունակ հասնել անհրաժեշտ թվով, ընդ որում խնդրում եմ ուշադրություն դարձնել, հաղթանակի համար անհրաժեշտ թվով 36, 48, 24, ինչ որ թվեր են շրջանառվում, որոնք մեր համար բացարձակապես հիմք չեն։ Մենք այս գործընթացը մուտք ենք անելու փաստացի ազգային ժողով, այն ժամանակ, երբ դրա ուղղությամբ շոշափելի ձեռքբերումներ լինեն ստորագրությունների տեսքով։ Այնպես որ բոլոր են մարդիկ, ովքեր փորձում են ասել, որ այս գործընթացը կես տարով կապահովագրի Փաշինյանին, 24 ժամում հնարավոր չի եւ այլն, պարզապես եւս մեկ անգամ հորդորում եմ ծանոթանալ մեր նշած հայտարարություններին։ Մենք շարունակելու ենք ստորագրությունները հավաքել եւ դրանք մուտք ենք անելու ազգային ժողով, ոչ թե 36-ի լրանալուն պես, որը մինիմումն է օրենքով սահմանված, այլ շարունակելու ենք ավելի իրատեսական դարձնելու համար։ Այդ այն ռիսկը, այն 6 մուտք հնարավոր չի անել։ Նախ 36 ես իմ տեղը խոսեմ էլ 36-ից սկսած հնարավոր է մուտք անել։ Կարծում եմ ակնհայտ լուծումը, ակնհայտ ռիսկը բացառելու ճանապարհով գնալու պարագայում, որպեսզի չընկնենք 24 ժամ ու կես տարի պատմությունների մեջ, մենք մուտք ենք անելու այն ժամանակ, երբ ավելի շոշափելի ձեռքբերումներ լինենք։ Այդ գործընթացում բոլոր այն քաղաքական, իրական ընդդիմադիր եւ ազգային ուժերը, որոնք մեզ կօգնեն, մենք դրան համար բացառապես շնորհակալ ենք, մեր շնորհակալությունը հենց այդքան էական չի։ Պատմությունը եւ սերունդները իրանց դրա համար շնորհակալություն կայացնեն։ Տարվում են ամենատարբեր հարթություններում աշխատանքներ, կարծում եմ հանրապետականի հետագիծը մարդկանց հուշում է եւ նախագահ Սարգսյանի ուղիղ ասած խոսքը, որ առանց ծրագրի հանրապետականը երբեք չի գործում։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նրանց, ովքեր հայաստանյայից առաքելական Սուրբ եկեղեցին կեղծավորների եւ փարիսեցիների գերությունից ազատելու գործընթացում փորձել են թուրքական կամ ադրբեջանական հետք տեսնել։ Փաշինյանը կաթողիկոսի թեկնածու չունի, բայց կաթողիկոսի նկարագիր ունի։ Մարդ, որը հավատում է Աստծուն, Քրիստոսի հետևորդ է եւ ոչ թե խարդախ վաշխառու։ Մարդ, որը ծառայում է եկեղեցուն, բարեպաշտ հոգևորական է եւ ոչ թե վեղարի տակ թաքնված անառակ։ Եվ մենք ունենալու ենք բարեպաշտ եւ աստվածավախ կաթողիկոս, գրել է Փաշինյանն ու հավելել. Հայաստանյայից առաքելական Սուրբ եկեղեցին վերադարձվելու է Հիսուս Քրիստոսին եւ հայ ժողովրդին։ Կտրիչ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարյանը։
Վարչապետի Անկարա մեկնելու եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպան մասին տեղեկությանն է անդրադարձել խոսնակը։ Նազելի Բաղդասարյանն ասել է, որ վարչապետի բոլոր միջազգային այցերի վերաբերյալ ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկություն։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է խոսել իմպիչմենթի գործընթացից։ Լրագրողների հարցերին ի պատասխան նա ասել է, որ բազմիցս հայտարարվել է իմպիչմենթի համար 36 ստորագրություն պետք չէ, 54-ն է պետք։ Նիստերի դահլիճ հարցը բերելու են, երբ ունենան 54 ստորագրություն։ Գործընթացը Սերժ Սարգսյանը համարում է սկսված, քանի որ ըստ կանոնակարգերի գործընթացը համարում է սկսված, երբ մեկ խորհրդարանական տեխնացու է առաջադրում։ Գիտեք, ես ինչից եմ զարմանում, էլի, որ լրագրողը, որ թեմայով հետաքրվում է, ինչի հետևում տարբեր մարդկանց բացատրությունների։ Եթե օրինակ դուք երեք լսած ելնեիք Հայկ Մամիջանյան, այդ հարցը չէիք տա, 36-ը ինչ կապ ունի, մեզ 54 է պետք, 36 չի պետք։ 36 նախնական գործընթացը սկսել։ Ոչ, գործընթացը արդեն սկսված է, վաղուց սկսված է։ 36 падգամավոր դրել է իր ստորագրությունը, պարոն Սարգսյան։ Լսեք, ես ձեզ ասում եմ, գնացեք թեման ուսումնասիրեք։ Ես ուսումնասիրել եմ, դուք չեք ուսումնասիրել, որովհետև գործընթացը սկսվում է, երբ ազգային ժողովի մեկ падգամավոր առաջադրում է վարչապետի տեխնացու։ Գործընթացը այդ ժամանակ է սկսում, 36-ը բայց նիստերի դահլիճ բերելու համար 36 մարդու ստորագրություն է, պարոն նախագահ։ Ասեցինք, որ լիստերի դահլիճ բերելու ենք, երբ ունենանք 54, 36-ը կապ չունի, վատ թիվ եք ասում 36-ը։ Փաստ է, որ իմպիչմենթի գործընթացի ձևաթղթի տակ 6 պատգամավորի ստորագրություն կա, թե ինչու չեն ստորագրում, պատիվ ունեմ խմբակցության վարչապետի տեխնացուն չգիտի։ Դավիթ Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենք իրենց օրակարգով շարժվելու են առաջ, գնալու են մինչև վերջ, մինչև Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությունը։ Մենք գալու ենք կասեցնելու ենք ահավիժող ընթացքը, ինչը տեղի ունենում մեր երկրում, այս մեկ։ Երկրորդը մեր նպատակն է ձևավորել հանրային լայն համերաշխության օրակարգ, դրա համար շատ ինչ-որ շրջանակների ու մարդկանց մասին չեմ փորձում կարծիք հայտնել, որովհետև ես դրա կողմնակիցը չեմ, ես ուզում եմ, որ մեր երկրում վերջո վերականգնվի հասարակական համակեցության կանոնները, որովհետև դուք ինձանից լավ գիտեք, այսօր բոլոր իրար վիրավորում են, ինչ-որ ատում են, այս քաղաքական գործիչները ինչքան էլ ցավալի է, մեր իրականություն են բերել հանրային ինչ-որ հայոյանքի խոսույթը եւ այլն, ես սրան դեմ եմ, ես որպես հայ մարդ դեմ եմ այն խոսույթին, ինչը որ տարածում են ինչ-որ քաղաքական ուժեր մարդկանց վիրավորելով կարծիքներ են ձևավորում եւ կարծում եմ, որ մենք գալիս ենք հենց այս կասեցնելու եւ վստահ եմ, որ ինչ որ մենք պլանավորել ենք, մենք մեր թիմը փուլ քայլ առ քայլ հասնել ենք ավարտին։ Պարոն Համարձան, բայց առայժմ ձեզ չի հաջողվում ընդդիմադիր շրջանակներին ամբողջությամբ համախմբել ձեր շուրջը։ Ոնց է հաջողվելու լինել այդ մերանը, ձեր ուզած մթնոլորտը։ Մի քիչ դա էլ է փոխաբերական չի հաջողվում։ Ես հասկանում եմ, այս ստորագրությունների մասին է խոսքը, դրա համար ստորագրությունների հարցը պետք է տալ Հայաստան Դաշինք խմբակցության պատգամավորներին, թե որտեղ են իրանք ստորագրել, դրանից հետո ամեն ինչ բարձր է դառնալու։ Դուք ունեք դրա պատասխանը, որտեղ են ստորագրել։ Ես ամեն դեպքում այն ձևաթուղթը, որը պատրաստված է, հրապարակված է, ձևաթղթի տակ չկան այս ստորագրությունները, մնացածը իրանք պիտի պատասխանեն։ Բայց ասին գրասենյակում դրած է, հրապարակեցին։ Դե ջում ասին էս մենք ունենք մեր ստորագրությունը դրած է։ Ուզում եմ, որ մեր հասարակությունն էլ իմանա, որ երեք Հայկը Մամիջանյան հստակ ներկայացրել է ձևաթուղթը եւ բացատրել է շատ մանրակրկիտ, որ պիտի ստորագրությունները դրված լինեն այս ձևաթղթի տակ։ Ուրիշտեղ չի անցնում։ Շատ հավանական է վաղը մեկ ուրիշ խմբակցություններ ինչ որ թուղթ ստորագրի, ինչ որ միտեղ դնի, ասի ստորագրած թղթեր ունենք, այդպես չի լինում, ժողովուրդ ջան։ Լոնդոն մեկնող Air India ավիաընկերության Boeing 787-8 ինքնաթիռի կործանումից հետո Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը։ Ըստ համացանցում տարածված տեսանյութերի 242 մարդու տանող ինքնաթիռի կործանման վայրից սև թանձր ծուխ է բարձրանում։ Ինքնաթիռից դադարել են տվյալներ ստանալ, երբ այն գտնվում էր 190 մետր բարձրության վրա։ Գուջարաթի նահանգի պետնախարարը հայտարարել է, որ պաշտոնյաներին հրահանգվել է իրականացնել անհապաղ
անհապաղ որոնողափրկարարական աշխատանքներ եւ այնպիսի գործողություններ ձեռնարկել, ինչպիսիք պատերազմի պատրաստվելիս։ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ Միացյալ Թագավորությունն աշխատում է Հնդկաստանի իշխանությունների հետ անհապաղ պարզելու ինքնաթիռի կործանման հետ կապված փաստերը եւ աջակցություն ցուցաբերելու տուժածներին։ Օդանավում գտնվել է 230 ուղևոր եւ անձնակազմի 12 անդամ։ Air India ավիաընկերությունը X սոցիալական հարթակում հաղորդել է, որ օդանավում գտնվող ուղևորների թվում էր 169 հնդիկ, 53 բրիտանացի, 7 պորտուգալացի եւ 1 կանադացի։ Չինաստանը միշտ հանձնառու է իր ստանձնած պարտավորություններին, նույնն ակնկալում է նաև Վաշինգտոնից։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Սզյանը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Չին-ամերիկյան առևտրային բանակցությունների ընթացքի վերաբերյալ։ Նա նաև հույս է հայտնել, որ ամերիկյան կողմը կաշխատի Չինաստանի հետ երկու երկրների ղեկավարների կողմից ձեռք բերված կարևոր փոխհամաձայնության իրականացման համար, որը շարժիչ դեր է խաղում երկկողմ առևտրային խորհրդակցություններում։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն եւ Չինաստանը ձեռք են բերել առևտրային համաձայնություն, որը պետք է ստանա պետությունների ղեկավարների հավանությունը։ Եվ այսպես տարածաշրջանում վիճակը պայթյունա վտանգել լայնածավալ գործողությունները շարունակվում են։ Զանգվածային ռմբակոծության տակ է Իրանի մայրաքաղաքը, կան զոհերու հարյուրավոր վիրավորներ, նաև խաղաղ բնակչության շրջանում։ Իսրայելի գիշերային հարձակումից հետո Իրանը վրեժխնդրության դրոշ է բարձրացրել։ Հարվածներ են հասցվել նաև Սպահանին, Նաթանզին, Ֆորդոյին, Ղոմին եւ Թավրիզին։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ գործողությունները կտևեն այնքան, որքան անհրաժեշտ լինի։ Իսկ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Իսրայելին զգուշացրել է դառը եւ ցավալի հետևանքների մասին։ Գիշերն Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաք Թեհրանին եւ նրա շրջակայքին, ինչպես նաեւ Իրանի այլ քաղաքներին։ Հարվածի թիրախ է դարձել նաեւ Նաթանզի միջուկային օբյեկտը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ հարվածների հետևանքով զոհվել են Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին եւ Իրանի Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի հրամանատար գեներալ-մայոր Ղոլամ Ալի Ղաշիդը եւ այլ պաշտոնյաներ։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին զգուշացրել է, որ Իսրայելը խիստ պատիժ կստանա հարվածի համար։ Մայրաքաղաքում թիրախավորված վայրերի թվում են բնակելի շենքերը։ Աշխարհի տարբեր երկրներ հանդես են եկել Իրանին հասցրած Իսրայելի հարվածների վերաբերյալ դատապարտող հայտարարություններով։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեսաուղերձում շատ հաջող է որակել Իրանի վրա իրականացված հարձակումը։ Նեթանյահուի խոսքով իսրայելցիները հնարավոր է ստիպված լինեն շատ ավելի երկար ժամանակ անցկացնել ապաստարաններում, քան սովոր էին մինչ այժմ։ Իրանի վրա հարձակումն ավարտելուց անմիջապես հետո հայտարարություն է տարածել նաև Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Նա նշել է, որ բանակը կշարունակի իր գործողություններն Իրանի միջուկային ծրագիրը խափանելու եւ Իսրայել պետությանը սպառնացող վտանգները վերացնելու համար։ Իսրայելի ոչնչացման ծրագրի տարածմանը մասնակցած Իսլամական հեղափոխության պահապանների, իրանական բանակի եւ միջուկային ոլորտի գիտնականների ղեկավարությանը հասցրած ճշգրիտ հարվածը հզոր եւ հստակ ուղերձ է առ այն, որ նրանք, ովքեր աշխատում են Իսրայելը ոչնչացնելու ուղղությամբ, կոչնչացվեն, հավելել է Կացը։ ՆԱՏՕ-ն չի կարծում, թե աշխարհը մոտեցել է միջուկային պատերազմի Իրանին Իսրայելի հարվածի պատճառով։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ստոկհոլմում կայացած մամուլի ասուլիսում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև հայտարարել է, որ Իրանին հարվածն Իսրայելի միակողմանի գործողությունն է։ Ուստի ՆԱՏՕ-ի երկրները, այդ թվում Միացյալ Նահանգները, պետք է նպաստեն Մերձավոր Արևելքում ապաեսկալացմանը։ Դա միակողմանի ակցիա է Իսրայելի կողմից։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները եւ առաջին հերթին ԱՄՆ-ն պետք է նպաստեն ապաեսկալացմանը եւ ես գիտեմ, որ նրանք արդեն դա անում են, ասել է Ռյուտեն պատասխանելով Իրանին Իսրայելի ավիահարվածի մասին հարցին։ Մի շարք ավիաընկերությունների ինքնաթիռներ արտակարգ վայրեջք են կատարել Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Իրանի, Իրաքի եւ Իսրայելի օդային տարածքում թռիչքների սահմանափակումների պատճառով, այդ թվում Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Կազանից եւ Մախաչկալայից թռչող ինքնաթիռներ։ Իրանի, Իրաքի եւ Իսրայելի օդային տարածքում թռիչքների սահմանափակումների ֆոնին Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանը մի շարք ավիաընկերություններից ստացել է թռիչքների անվտանգ շարունակություն
անվտանգությունն ապահովելու խնդրանքներ, ասվում է հաղորդագրությունում։ Բացի այդ, Ստամբուլ-Թեհրան, Ստամբուլ-Փհուքեթ եւ Ստամբուլ-Սինգապուր երթուղիներով թռչող ինքնաթիռները եւս պահեստային վայրէջք են կատարել Բաքվում։ Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին հարձակումն Իրանի վրա։ Չեխիայում Global Seek 2025 ֆորումի ընթացքում հայտարարել է վարչապետը նախքան անդրադառնալը Եվրամիության անդամակցելու մասին հարցին։ Դա հարցականի տակ է դնում այն փխրուն կայունությունը, որն ունենք մեր տարածաշրջանում, եւ մենք շատ մտահոգ ենք, ընդգծել է Փաշինյանը։ Հիշեցնեմ, վարչապետն այսօր է ժամանել Չեխիա, Նիկոլ Փաշինյանը մասնակցել է օգտագործելով պահը հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար պանելային քննարկմանը, նաեւ որպես բանախոս հանդես եկել Հայաստանը փոփոխվող աշխարհում քննարկմանը։ Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունն էր հայտարարություն տարածել, նշելով, որ պաշտոնական Երևանը դատապարտում է Իրանի դեմ Իսրայելի հարձակումն ու կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու հավատարիմ մնալ միջազգային իրավունքին։ Իսրայելի հասցրած ավիահարվածներից հետո տարածաշրջանում ստեղծված լարվածության պայմաններում չեղարկվելու հետաձգվել են դեպի Իսրայել, Իրան եւ Արաբական Էմիրություններ չվերթները։ Առավոտյան Բաքվում արտակարգ վայրեջք է կատարել ավելի քան 10 ինքնաթիռ։ Դրանց թվում էին Մոսկվայից, Մինսկից, Կազանից եւ այլուր Դուբայ չվերթները։ Օդանավում եղել են հայեր, որոնք մեկնում էին Էմիրություններ։ Այժմ ներկայացնում ենք վերջին զարգացումների շուրջ Ռաֆայել Մնացականյանի վերլուծությունը։ Շնորհակալություն, բարև ձեզ հարգելի բարեկամներ, կարծում եմ հասկանալի է, որ Իրանից բացի այսօր դժվար թե այլ թեմայի մասին խոսենք, որովհետև համաշխարհային լրատվականների առաջին գլխագրերը հենց այս հարվածների մասին են եւ այս սպառնալիքների, որ այս ամենը կարող է վերածվել իրապես լայնածավալ պատերազմի։ Այսպիսով մերձավոր արևելքը, որի ինչ-որ առումով սահմանակիցը հանդիսանում ենք նաեւ մենք, կանգնած է աշխարհաքաղաքական նոր մարտահրավերների առաջ, ում ինչ մենք մեր տարածաշրջանում փուխր խաղաղության ճարտարապետն ենք փորձում ներկայանալ, ահա տեսեք մեծագույն չարիքը կրկին պատերազմի սպառնալիքով գալիս է մեր տան առաջ։ Իրանը, որը մեր դաշնակիցն է եւ թերևս միակ բարեկամն է տարածաշրջանում, ենթարկվել է հարձակման Իսրայելի կողմից եւ ինքն էլ իհարկե փոխադարձ հարվածներ է հասցրել հրեական պետությանը։ Արդարության համար ասենք, որ սա առաջին անգամը չէ, որ Իսրայելն ու Իրանը փոխանակվում են հարվածներով, բայց այս անգամ հաշվի առնելով նաև աշխարհաքաղաքական իրողությունները, խնդիրը կարծես իրապես լուրջ է, շատ լուրջ։ Այսպիսով, արդեն չեղարկվել են դեպի Իրան եւ Արաբական Միացյալ Էմիրություններ Երևանից չվերթներ, Իրանը փակել է իր օդային տարածքը, իդեպ Էմիրություններ չվերթը Երևանից ամբողջությամբ անցնում է հենց Իրանի օդային տարածքով։ Հատկանշական է, որ Իսրայելի մեր տարածաշրջանում ապավենը Ադրբեջանը ամիսներ առաջ էլ ընդունում էր ռազմական ինքնաթիռներ, որոնք օդ էին բարձրանում Իսրայելի տարածքից, ու դեռ այն ժամանակից հաշվի առնելով նախկին տխուր փորձը, պարզ էր դառնում, որ Իսրայելը ձեռքերը ծալած չի նստում եւ լուրջ չի հետևում Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը։ Իդեպ խնդիրը, բարեկամներ, վերջնականապես լարվեց, երբ օրեր առաջ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհուրդը բանաձև ընդունեց, որով խիստ դատապարտեց Իրանի միջուկային ծրագիրը եւ այդ կառույցը մեղադրեց Իրանին միջուկային զենքի չտարածման պարտավորությունները խախտելու մեջ։ Թեհրանը իդեպ կարծում է, որ այս քայլը խաթարում է գործակալության հեղինակությունը եւ դա քաղաքական կողմնակալությունն է։ Իրանը նաեւ երախտագիտություն հայտնեց այն երկրներին, որոնք ներկայացված են կառույցում եւ կամ ձեռնպահ են մնացել կամ այս բանաձևին դեմ են քվեարկել։ Իդեպ բանաձևին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Չինաստանը եւ Բուրկինա Ֆասոն։ Դատապարտող հայտարարությունից շատ չանցած Իրանը պաշտոնապես հայտարարեց, որ ուրանի հարստացման նոր կենտրոններ է գործարկելու։ Թերևս դա եղավ, ինչպես ասում են, վերջին կայծը, որ Իսրայելը, ով այդ քայլերի հիմնական դատապարտողն է, ավիահարվածներ հասցնի իրանական մի շարք ռազմավարական օբյեկտների։ Բարեկամներ, ինձ համար, վստահ եմ նաև ձեզ համար ամենամտահոգիչը հենց մեր երկրի անվտանգությունն ու ինքնիշխանությունն է, որովհետև չի բացառվում, որ Աստված մի արած է, լայնածավալ պատերազմի պայմաններում Ադրբեջանը հանկարծ կարող է դիմել հերթական ավանտյուրայի եւ գործողություններ իրականացնել Սյունիքի հատվածում, իր բաղձալի այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքի ախորժակով։
Ուստի այս իրավիճակում պիտի պահպանենք առավել զգոնություն, զսպվածություն եւ մեզ բարեկամ ու դաշնակից համարվող երկրների հետ, առաջին հերթին իհարկե Ֆրանսիայի ու Հնդկաստանի հետ, ինչպես ասում են, ճշգրտենք ժամացույցի սլակները։ Այս պատմության մեջ մտահոգիչ է նաեւ հայաստանյան ներքաղաքական իրավիճակն ու զարգացումները, այս թունավոր խմորումները, որոնք հղի են ծանր հետևանքներով։ Որոշ քաղաքական ուժեր առանց ամաչելու ուղիղ եթերում հեգնանքով են խոսում տարածաշրջանային այս լարվածության մասին, ու անգամ սա պատմական պահ են որակում հայաստանյան գործող իշխանությունների դեմ ապստամբելու եւ նրանցից ազատվելու։ Ու մինչ աշխարհը շունչը պահած հետևում է Մերձավոր Արևելքում մտահոգիչ այս զարգացումներին, մենք փաստորեն կրկին ներանձնական ու ներկուսակցական շահերն ենք մեր հետապնդում, առանց գիտակցելու, որ եթե հանկարծ գերտերությունների ներգրավմամբ տարածաշրջանում լայնածավալ պատերազմ սկսվի, այդ ներկուսակցական քստմնելի իղձերը կյանքի կոչելու հարթակ պարզապես չեն ունենալու։ Մտածեք այդ ուղղությամբ։ Անվտանգության խորհրդի գրասենյակը հաղորդագրություն է տարածել հերքելով հրապարակ.am կայքում սահմանագծման վերաբերյալ տեղեկությունները, իբր Հաջիևն ու Գրիգորյանն արդեն գծել են սահմանը։ Ըստ նախագծի հակառակորդին է հանձնվելու ևս 180 քառակուսի կիլոմետր։ Անվտանգության խորհրդից նշում են, որ դրանք աղերս չունեն իրականության հետ, կեղծ են եւ մտածածի։ Հայաստան-Ադրբեջան սահմանի գծման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պետական սահմանի զատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների աշխատանքների շրջանակներում, որը հայկական կողմից նախագահում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ ադրբեջանական կողմից Շահին Մուստաֆաևը։ Մեկ անգամ եւս ընդգծում ենք, որ ցանկացած հարց, որն առնչվում է սահմանազատման գործընթացին, քննարկվում է բացառապես վերոնշյալ հանձնաժողովի շրջանակում, ասված է հաղորդագրությունում։ Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է։ Այս մասին հակակոռուպցիոն կոմիտեն է հայտնել, նշելով, որ Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագով՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ապօրինի ձեռնարկատիրությանը մասնակցելու համար։ Միացյալ Նահանգներում միգրանտներին արտաքսելու ծրագրի դեմ բողոքի ալիքը չի հանդարտվում։ Մի շարք նահանգներում ցույցերը շարունակվում են։ Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Թրամփի հրահանգները, որոնք թույլատրում են Կալիֆոռնիայի ազգային գվարդիայի զինվորների եւ ծովային հետևակի տեղակայումը, չնայած նահանգների ղեկավարները դեմ են։ Թրամփի վարչակազմը կարող է պահպանել Կալիֆոռնիայի ազգային գվարդիայի մի քանի հազար զինվորների վերահսկողությունը եւ շարունակել նրանց տեղակայել Լոս Անջելեսում, որոշում է կայացրել դաշնային վերաքննիչ դատարանը։ ԱՄՆ 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի 3 դատավորներից բաղկացած կոլեգիայի որոշումը ուժի մեջ է թողնում Թրամփի հրահանգները, որոնք թույլատրում են Կալիֆոռնիայի ազգային գվարդիայի առնվազն 4000 զինվորների եւ մի քանի 100 ծովային հետևակի տեղակայումը, հետագա իրավական մարտահրավերների սպասման պայմաններում, չնայած նահանգների ղեկավարները պնդում են, որ ռազմական ներկայությունը ավելորդ է եւ սրում է իրավիճակը։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կտրականապես դեմ է արտահայտվել Թրամփի զորքեր տեղակայելու որոշմանը, պնդելով, որ իրավապահ մարմինների ներկայությունը միայն կսրացնի բողոքի ցույցերը եւ որ վարչակազմը չի ստանձնել ազգային գվարդիայի հրամանատարությունը համաձայն դաշնային օրենքի։ ԱՄՆ կառավարության կողմից անօրինական միգրանտներին արտաքսելու ծրագրի դեմ Լոս Անջելեսից բացի բողոքի ցույցեր են անցկացվում ԱՄՆ-ի 10 նահանգի քաղաքներում։